Հայ, դիստոնյազ, որ այսօր իմ ժողովուրդ իրենց պայքարով, իրենց մասնակցությամբ արդեն 44 մեծ հզոր պետություններից առավել ընդունել են ցեղասպանությունը, որ դա միայն հարկորը հարգեր գնահատել, դա աշխատանք է մեր ամբողջ հայ ազգի դրսի ազդեցիկ մեր հայերի, մենք չենք կարող մեր անցյալը մոռանանք, ուրեմն եթե մոռանանք, ուրեմն ապագա չենք կարող ունենալ։ Ես 101-ի կապակցությամբ սովետացիոնում կառուցել եմ ցեղասպանության եկեղեցի, այնպես որևէ մի հայ իրավունք չունի ոչ ուրանալու, ոչ մոռանալու։ Ես ուրիշ հարցեր այսօր չպատասխանեմ, ինձ կներեք։ Դուք ասել եք ԵՊԿ-ը չեք նկատի, որ կվախենան իշխանությունները Արարատին նայել։ Ասել եմ, թող ժառանգի, իմացնեմ, որ այսօր ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ իշխանության ներկայացուցիչ չի կարող Հրիշչյանի նայի մասից Սարին, չի կարող ցեղասպանությունից խոսել, չի կարող Արցախից խոսել, որ այսօր տաճարը Ստեփանակերտում քանդում են, դա մենք չենք պատկերացրել, անհնար եղել այդ մասին մտածել։ Մի րոպե, Սիրելի լրագրողներ ջան, գիտեք Տարուկանը հարցերից չի խուսափում, ինչ որ պատկերացնում, ինչ որ մտածում եմ, այսօրվա օրը թողեք հանգիստ, այսօր եկել ենք որսել հարգանքի տուրք մատուցելու, տեսնում ես ամբողջ ժողովուրդը այստեղ իրենց երեխաների թոռների հետ, ամբողջ աշխարհը սգում է, հիշում է, մենք պետք է միասնական լինենք այդ ստեղծած արածը, որ եթե այսօր 42-ից ավել խոշոր պետությունները ընդունել են, օրենքներ են ընդունել, քրեական են դարձի, ովքեր որ հակառակ ասեն, նույնը մենք պետք է անենք եւ պետք է ոնց որ Գերմանիան ընդունեց հրաների ցեղասպանությունը, նույնն էլ Թուրքիան պետք է ընդունի։ Նորեն ժամանակ կարող ենք մնացած մասին խոսել։